Հիմի վերադառնանք 7.5 տարի հայ առաքելական եկեղեցին համառորեն դիմադրել է Նիկոլ Փաշինյանին։ Ստիպում է գույքարկը 3 անգամ ավել վճարեն, չի կարող ստիպի մի հատ մուսուլմանություն ընդունել։ Մի կողմը դնում են պլետը, մտրակը, մի կողմը բլիթը, ասում են ընտրի։ Հիմի ո՞րն ես ուզում։ Բլիթը թե մտրակը։ Դուք ով հետս խոսացեք, իմ ներկայությամբ մի նստեք կանգնած եղեք։ Պատկերացնում ես առասիլը արձանը սարքեք ու արձանս պաշտպանեք։ Այդ գեյի պես բան է, կամ ծնվում ես գեյ, կամ չէ, չես դառնում։ Դու ինքդ քեզ հակասում ես։ Ես քեզ ասեմ, դու ասում ես նորմալ մարդը գնա միանա Նիկոլ Փաշինյանին։ Հենց գնա միանա, այլ արդեն նորմալ մարդ չի։ Ոնց որ առաջ բանի ցարի համար են աղոթել, տենց հիմա Նիկոլի համար աղոթեն։ Ինչ վատ կլինի որ։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական բացի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքո։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն, այսօր երկուշաբթի է եւ դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Ինչպես ամեն երկուշաբթի, մենք երկուսս երկու դատապարտվածներ եթերում ենք։ Ողջույն Ավետիս։ Բարև Զարա ջան։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ ջան։ Ահա, ընտիր։ Ուզում եմ ամենասկզբից ձեզ հիշեցնել, որ մեզ համար ամենակարևոր պետք է բաժանորդագրվել, պետք է մեկնաբանություններ գրել եւ մաքսիմալ մեր հաղորդումները տարածել, որպեսզի մեր լսանը ավելի մեծանա։ Հատկապես որ պարզվեց Ավետիսը ֆանատների մեծ բան ունի, կլուբ ունի, այն աստիճան, որ ես ուրիշ մարդու հետ հարցազրույց եմ արել անցյալ շաբաթ, մտել են այդ հաղորդման տակ, գրել են, «Էս Ավետիսն ուրա, առանց Ավետիս դու եթեր մի մտի», մի խոսքով քո հետևորդները քեզ են սպասում ամեն երկուշաբթի։ Ես ուրախ եմ։ Ասա որ հաճելի է։ Իհարկե։ Ասում այս ուրախալի մասը ավարտեցինք, հիմա անդրադառնանք քաղաքական իրադարձություններին։ Ուրեմն, իմ մոտ էս տպավորությունն է, որ մենք սենց հյուծված, տանջված, հոգնած, սարսափելի վիճակում ենք ու ոչ միայն լրատվականի աշխատակիցները, այլև ամբողջ ազգով։ Նիկոլ Փաշինյանի ամեն կիրակի կրկնվող այս պատարակները ոչ միայն տեխնիկական աշխատանքի են, հա, մեզ դրթում դե պարզամենք լուսաբանում ենք, այդ ամեն ինչ լրահոսը կարդում ենք, հետևում ենք եւ այլ նաեւ հոգեբանական բռնության տեսակ է։ Համաձայն ես թե չէ։ Թե դու չես էլ նկատել։ Ես ճիշտն ասած շատ չեմ հետևում։ Ես իմ համար անցնող շաբաթվա մեջ էական այդ բաններ, տեղեկատվական, այսպես ասած, աղմուկներ կապված 8-9-10 եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների հայտարարության հետ։ Արի disclaimer տանք, հա, ինչի մասին էր հայտարարություն, 10 arczepiskopos-ներ կոչով դիմում են վեհապարին, ասում են կամովի հանգստի կոչվի, այսինքն հրաժարական տուր գնա։ Այսինքն միանում են Նիկոլ Փաշինյանին։ Այո, այսպես ասած դավաճան arczepiskopos-ներն են, 10 հոգի։ Բայց նշենք նաև, որ arczepiskopos-ները 54-ից ավել են, ու ընդամենը 10-ն են այդ դավաճանը, էլի վատ թիվ չի։ Էլի վատ թիվ չի, ես հենց դրա մասին եմ ուզում ասեմ, որ վատ թիվ չի։ Մարդիկ իմ համար տարօրինակը մարդկանց արձագանքներ, որտես Facebook-ում, տարբեր տեղեր, փողոցում մարդիկ ասում են ոնց կարելի է ախր դավաճանեն սրանք, ոնց կարելի է կաթողիկոսին դավաճանել, ոնց կարելի է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Միթե այդ մարդիկ չեն հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի թիրախը ոչ թե ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին բնա, այլ ամբողջ եկեղեցին, որ Գարեգին բին հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը անցնելու է նաև իրենց եւ այլը, ասեն շատ իմաստ ամենալուրջ, ամենախիստ քննադատությունը Արցախի թեմի սրբազանի ներողված, որ ասում էին ոնց կարող է Արցախը հանձնած, Արցախը ուրացած ղեկավարին գնալ ձեռքը սեղմել, գնալ իր թիմի անդամ դառնալ, այդ անհասկանալի էր մարդկանց։ Նայ, այդ ամեն ինչի մեջ իմ համար մի հատ տարօրինակ բան կա, նայեք, Հայաստանը գրաված է եւ այդ մարդիկ, ովքեր այդ ամեն ինչը ասում են, ուղված arczepiskopos-ներին, եպիսկոպոսներին, բաներին, իրանք ըստ էության համաձայն են, որ Հայաստանը գրաված է։ Իրանք մի անգամ չէ, բազմաթիվ անգամ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է, չէ՞, թուրքերի, ադրբեջանցիների օկուպացիոն իշխանություն։ Օկուպացիոն իշխանությունը։ Նայ, Զարա ջան, չի եղել աշխարհում մի հատ դեպք, մի հատ, ասենք հաշվենք, որ
աշխարհի պատմությունը 5000 կամ 6000 տարի է, չէ։ Ուրեմն չի եղել մի հատ դեպք, որ այդ 5, 6, 7000 տարվա ընթացքում բազմաթիվ երկրների կողմից գրավել են։ Ուրեմն հազարավոր այտենց օրինակներ, հարյուրավոր, հազարավոր այտենց օրինակներ կան, որ մի երկիրը եկել է գրավել է մի ուրիշ երկիր, մի երկիրը 10 երկիր է գրավել, 15 երկիր է գրավել, 20 երկիր է գրավել։ Ուրեմն այդ պատմության մեր ամբողջ համաշխարհային պատմության մեջ չի եղել մի դեպք, որ մի երկիր մյուսը գրավի, ու այդ երկրում ինքը չունենա աջակցություն։ Այսինքն չունենա մարդիկ, որոնք դավաճանեն իրանց հայրենիքին, իրանց համագործակցեն օկուպացիոն իշխանության հետ։ Այո, չի եղել։ Այսինքն չի եղել մի դեպք, որ հասարակությունը 100%-ով բաղկացած լինի ազնիվ պայքարող մարդկանցով։ Միշտ էլ հասարակության մեջ եղել են հարմարվողներ, համակերպվողներ, համագործակցողներ, այդ համաբառով իշքան բան ուզում ես կարանք ասենք։ Ու ասեմ, որ այդ իմաստով շատ հետաքրքիր է, որ ինձ թվում է նաև այս 10 դավաճան arczepiskopos-ները, իրանք նաև այդ տոկոսային հարաբերակցությունն են տալիս, հա։ Ասենք 54-ից 10-ը ստացվում է մոտավորապես 20%-ը, այդ այն բանն է, տոկոսային հատվածն է, որը պատրաստ է այս օկուպացիոն իշխանությունների հետ համագործակցել։ Պաշտոնի փողի, չգիտեմ ինչի համար, էլի։ Հիտլերը գրավեց բանը, Ֆրանսիան, չէ՞, Պետենի կառավարությունը, Պետենը սկսեց Հիտլերին գովերքել։ Նույնիսկ կոչ էր անում, որ ֆրանսիացիները գնան հիտլերյան բանակի կազմում, կռվեն Ռուսաստանի դեմ եւ դա համարում էր Ռուսաստանի, Եվրոպայի սրբազան պատերազմը բանի դեմ, ռուսների դեմ, սովետական միության դեմ։ Հիտլերը եկավ գրավեց Ռուսաստանը, Ռուսաստանի 100,000-ից ավել Վլասով կար, գեներալ Վլասով, որը ռուսական բանակի գեներալ էր, անցավ բանի կողմը։ Հիտլերի կողմը, այսինքն այդ 20%-ը ամեն ազգի մեջ կա։ Ամեն ազգի մեջ կա 20-ը, 30-ը, 40-ը։ Չէ, լավ 40-ը շատ ես ասում, բայց 20-ը լավ է։ Զարա միշտ իմացի, համախիզախները ավելի քիչ են, քան համագործակցողները։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ ի պատիվ մեր եկեղեցու, իրա մեջ խիզախները, համարձակները ավելի շատ են։ Ու ազգային արժեքներ կրողները, ազգային արժեքներ կրողները, այո։ Չմոռանանք։ 7.5 տարի իրականում այս պայքարը եկեղեցու դեմ, եկեղեցիականների դեմ, մեր հոգևորականների դեմ նոր չի սկսվել։ Իհարկե 2018 թվականին իրենք շարժում էին, հիշում ես, իրականացնում Նոր Հայաստան, Նոր Հայրապետ, ու էլի հենց վեհապար Հայրապետի դիման։ Մի անգամ էլ հիշեցնենք Նոր Հայաստանը ինչ է նշանակում, դա Ադրբեջանում իշխող կուսակցություն կա, Ենի Ադրբեջան, Նիկոլ Փաշինյանը հենց 18 թվականին, քանի որ ինքը ադրբեջանական պրոյեկտ էր, վերցրել էր Երևանի Էրմենիստան բանը, տիրտղոսը իրան։ Հետո հասկացավ, որ արա շատ նման է, էլի, կասեն հիմի Ալիևն է այս կազմակերպությունը ստեղ բաց է, Ենի Էրմենիստանը սարքեց բան, էլի, իրական Հայաստան, էլի, իրականը չգիտեմ ադրբեջաներեն ինչա, բան, երևի ռեալ Էրմենիստան, հա, ասեց կայնի էլի քույր կազմակերպություն լինեմ, բայց անունը մի քիչ փոխեմ, թե չէ լրիվ նույնը կլինի, էլի, հա, պալիտ է, ժամանակի շուտ ենք պալիտ լինում, քանի որ 18 թվականին հլը Արցախը չէր հանձնել, մի քիչ ճիշտ չէր լինի, էլի, իր շարժման անունը դներ բան, տիպիկ ադրբեջանական անվանում։ Հիմի վերադառնանք 7.5 տարի հայ առաքելական եկեղեցին համառորեն դիմադրել է Նիկոլ Փաշինյանին եւ կարելի է ասել հաղթել է։ Տես, եթե նայենք քաղաքական գործիչները ավելի շուտ հանձնվեցին, ավելի շուտ հանձնեցին Հայաստանը։ Ես ասեմ, ոչ մի հատ այտենց թիրախավորված քաղաքական կուսակցություն չի եղել, որ ասես մենակ սրանց դեմ պայքարել են, 7 տարի պայքարել են ու իրանք հենց դիմադրում են։ Բոլորն էլ նահանջներ են ունեցել։ Հիշում ես Սերժ Սարգսյանը 18 թվականին անդրադառնալով 18 թվականի իր հրաժարականի պատճառների մասին, ասաց ես այնպես չի որ Նիկոլ Փաշինյանին եմ պարտվել, ես պարտվել եմ ավելի զորեղ ուժերի եւ նկատի ուներ, որ Նիկոլ Փաշինյանի հետևը կանգնած են արևմտյան եւ գուցե նաեւ ռուսական ինչ որ կառույցներ, ինչ որ պետություններ ու ֆինանսական ռեսուրսներ։ Հիմա ի՞նչ է, դու մտածում ես հայ առաքելական եկեղեցին կռվում է մենակ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իհարկե ոչ։
Որ հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը հենց մեր թշնամիների ուղիղ ցուցումների արդյունքում է այս պայքարը սկսել, միանշանակ չէ։ Իհարկե։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին այսօր անհավասար կռվի մեջ, հա, բանի հետ, Նիկոլ Փաշինյանի եւ իր հետևը կանգնած այդ զորեղ ուժերի հետ։ Եվ եթե քաղաքական իշխանությունը հանձնվեց 18 թվականին, Հայաստանի հոգևոր իշխանությունը հələ մինչև հիմա դիմադրում է։ Մինչև 25-ի վերջ, այո։ 25-ի վերջը, ըհը։ Կարա հայ առաքելական եկեղեցին հաղթի։ Ոչ։ Հայ առաքելական եկեղեցին դատապարտված ալնելու պարտության, եթե Հայաստանում օկուպացիոն ռեժիմը մնա։ Համաձայն եմ։ Լսի, Այսինքն իրանք հիմա մի խնդիր պիտի լուծեն, պետք է ձգեն մինչև 26 թվականի հունիսի ընտրություններ, մինչև այդ չհանձնվեն, ատամները ասեն սեղմած պահեն իրանց դիրքերը, 26-ից հետո մենք բոլորս աղոթում ենք դրա համար, իշխանապողություն կլինի, այլևս այս խնդիրը չի լինի։ Այո, եթե Աստված մի արասե 26 թվին օկուպացիոն ռեժիմը մնա, հայ առաքելական եկեղեցին կարա էլի ինչ որ էլի մի ժամանակ էլի sense զորով բանով ձգի, բայց հասկանում ես, երբ որ այդ եկեղեցու դեմ պայքարում է պետական ամբողջ ռեսուրսը, չգիտեմ, ոստիկանական, դատախազական, հատուկ քննչական, ԱԱԾ կառավարություն, իր լրատվական, մարդկային ռեսուրսով։ Լավ, մի չափազանցրու, հələ սպասի։ Նայել ես կադրերը։ Որ կադրերը։ Պատարակից, այս Սուրբ Սարգսի պատարակից։ Չեմ։ Ուրեմն էլի վերևից նկարահանում են արել, Աստված պահի այդ դրոն թռցնողին։ Ու շատ տեսանելի է, այդ տարածքն էլ բաց է, էլի ահագին ծառեր մարզ չկան, չխանգարող հանգամանքներ չկան, շատ տեսանելի ինչքան մարդ է մասնակցել։ Էլի իմ սիրելի ChatGPT-ին դրել է այդ նկարը, ուսումնասիրել է, ասում է 580-ից 850 հոգի մարդ են։ Բայց մենք բոլորս այն լայվ կադրերով, հա, ուղիղ հեռարձակումներով տեսել ենք, թե քանի ոստիկան կար այնտեղ, էլ ուղղակի պատնեշներ էին արել, ընդ որում ոչ միայն Սուրբ Սարգսի դեմն էին արել, այլ նաև հետևը, ու այն ներքևը ձորում մի քիչ ներքև հատված կա, այդ անցումի հատված, այդտեղ էլ էին ոստիկաններ կանգնեցել, թե առավոտ գիշերանը ժամը 7-ից այդ ոստիկաններին բերել շարել են, թե ինչ էր սպասում, ինչ բանի թաթար-մոնղոլների հարձակում էր սպասում, որ այդքան թաթար-մոնղոլը ինքն է։ Ես քեզ ասում։ Այդ թաթար ինքը մտածել է հայ պարտիզանների ինչ որ։ Կարող է։ Հայ վրիժառուների, ապստամբների։ Հիշում ես, հատկապես որ Նարեկը Կարապետյանն ասաց, որ այդ իր եկեղեցին է, իրական գիտես, չէ, դա էլ կա։ Ուրեմն Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկը Կարապետյան, մեր ձևով շարժման ղեկավարը, ես իմ 15 տարի է, այդ եկեղեցի ամեն կիրակի պատարակի է գնում, այդ մարդը այդ եկեղեցին սիրում է, այնտեղ էլ ինչալոց շատ լավ քահանաներ են, էլի, այդ պատարակներին մասնակցում է։ Այս կիրակի, որ իմացել է, որ Նիկոլը գալիս է, երկար ընկելա ծանր մտորումների մեջ, գնա Նիկոլի մանի այդ շքախմբի հետ մասնակցի պատարակին, թե չգնա, բայց դավաճանի կոնց որ թե իր ընդունված կանոնների, մի խոսքով գնացել է, բայց այդ եկեղեցի գնացող շատ հասարակ հավատավորներ հատուկ չեն գնացել, որ Նիկոլի շքախմբի անդամ չդառնան, էլի, որ տենց ցույց տան, որ մենք հաշտ չենք այս ամենի հետ։ Ճիշտ է, Զարա ջան, որ դու ասում ես, որ 580 հոգի հետ եմ ասում։ Նայ, հիմա ես քեզ մի բան հարցնեմ։ Հարցը մարդկանց քանակը չի։ Հարցը այն չի, որ ինքը դա նաև բանի աջակցության Իհարկե ինքը աջակցություն չունի, լսի, բայց մենք ուրիշ բանի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք մի բանի մասին։ Ինքը աջակցություն չունի, բայց կարողանում է, ասենք, բան նշանակել, չէ՞։ Ես ինչ ասեմ, ասենք օրինակ առողջապահության նախարար նշանակել։ Իր համար հայ առաքելական եկեղեցու ղեկավարը կաթողիկոսը ամենայն հայոց ու ինքը ուզում է նրան վերաբերվի նենց ոնց որ առողջապահության նախարարին, այսինքն երբ ուզենա նշանակի, երբ ուզենա ազատի։ Հիմա դու կարաս ասես, արա, այս ինչ սրբապիղծ բան է, այս ավետիս ասում, չէ՞, ոնց կարելի է։ Ես քո դեռ համաձայն եմ, ասեմ քեզ։ Հա, ավելի լավ։ Հիմա ես ավելի բան անեմ։ Ախր ինքը վերցրեց պարլամենտական հանրապետությունում ազգային ժողովը վերածեց լրիվ նշանակովի կառույցի։ Հիմա ուրեմն նույնիսկ падգամավորը առաջադրվելու համար ինչ որ մեխանիզմներ ունի, այնտեղ 1.5 միլիոն փող պետք է վճարեն, պետք է առաջադրվեն։ Նույնիսկ այդ
Վանը, հա, ընտրացուցակ ասվածը ինքն է ղեկավարում։ Էլ չեմ ասում ազգային ժողովի նախագահի մասին, փոխնախագահների, իր խմբակցության ղեկավարի եւ մնացածի, որ SMS-ով, WhatsApp-ով են ղեկավարում։ Մինչև դրան անցնելը մի հատ այն նախորդ միտքս ավարտեմ։ Տես, օրինակ, մենք գիտենք, որ Թուրքիայում կա հայոց պատրիարքարան, չէ՞։ Այո, Ահա։ Հռոմի պապն էլ գնացել էր Կիրակի օրվա պատարագին։ Մեր հայոց պատրիարքը բանում, Ստամբուլում, Կոնստանտինոպոլսում նշանակվում է թուրքական իշխանությունների կողմից։ Սենց ասենք, իրանց համաձայնությամբ։ Այսինքն, եթե Էրդողանը կամ չգիտեմ, այնտեղ կրոնի հարցերով ինչ որ վարչություն կա, պարզ է, չէ՞, որ այդ վարչությունն էլ Էրդողանն է, էլի նույն նշանակովի։ Եթե ինքը համաձայն չլինի, պատկերացրիր, այդ հայոց պատրիարքը ընդ չի նշանակվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ նույն թուրքական մեխանիզմը, այսինքն Էրդողանը հիմա ինչ է ասում։ Ասում է, լսի, եթե ես բանին նշանակում եմ, կամ իմ համաձայնությունը դա նույն բանն է, էլի, արի բառացի ասենք նշանակում ենք։ Եթե ես Պոլսիկ պատրիարք եմ նշանակում, ես պետք է չկաս։ Չէ, ես պետք է նշանակեմ նաև ամենայն հայոց կաթողիկոսին։ Լսի, երբ որ Հայաստանը եղել է օտար լծի տակ, հայոց կաթողիկոսները նշանակվել են այդ կայսրությունների ղեկավարների համաձայնությամբ։ Այսինքն, երբ որ Հայաստանը եղել է բյուզանդական կայսրության մաս, հայոց կաթողիկոսները նշանակվել են բյուզանդական։ Դա ստանջվում։ Միանգամից ստիպեն մուսուլմանություն ընդունեն։ Դե հիմի փորձել են, լսի, փորձել են ստիպել։ Չէ, հիմա այս պահին եմ ասում, էլի, Նիկոլի պես, ինչ ասում, համագործակցության պատրաստ ղեկավար երևի այս երկիրը չի ունեցել, հա։ Լսի, բայց հիմա ես քեզ ախր դու մի քիչ ուրիշ բան ես ասում։ Հիմա ասում ես Նիկոլը իսլամ ընդունի, հա, ասենք Նիկոլ Փաշինյանը ընդունի, ենթադրենք Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը։ Լսի, 20 հոգի կարող է 50 հոգի, 100 հոգի կընդունեն, չէ՞։ Բայց հասարակությունը չի ընդունի։ Լսի, այդ նույն բանը մի քանի անգամ հայերի հետ փորձել են անել։ Լսի, ի վերջո, այդ քո ասածը եղել է Համշենահայերի հետ։ Հիմա Համշենահայերը, որոնք մի քանի տարբեր թվեր են ասում, մի քանի 100,000-ից մինչև 3, 4, 5 միլիոն, ընդունել են իսլամ, դառել են իսլամադավան, չէ՞, քրիստոնեությունը, փոխել են իրանց ազգությունը, լեզուն, բան, իբր թե ասենք իբր թուրք չեն կոչում են Համշեն, չէ՞, իբր տենց առանձին ցեղ են, ինչ որ ազգ են, չգիտեմ ինչ են։ Հա, բայց հիմի երևույթ ես կա։ Հա, բայց հիմի Նիկոլը այդ կարճ ժամանակի մեջ չի կարա այսքան մարդու 3 միլիոն Այդ հավատանում այսքան մարդուն ստիպում է պարտադիր հայտարարագրում անցնեն, պարտադիր բուժ ապահովագրում ունենան, ստիպում է գույքարկը 3 անգամ ավել վճարեն, չի կարում ստիպի մի հատ մուսուլմանություն ընդունել։ Թերագնահատում ես։ Մի քիչ, չէ, մեզ եմ գերագնահատում։ Կարող Հայ հասարակ, զառա փաստը մնում է փաստ, որ հայ հասարակությունը ակտիվորեն դիմադրում է Նիկոլ Փաշինյանին։ Ավելին ասեմ, չի միանում այս եկեղեցական արշավին։ Ու այդ թվերը, որ ինքը պատարագի է գնում ընդամենը 500-800 մարդ է իր հետ գնում, դա ամենատեսանելի բանն է, էլի։ Ենթադրում եմ, որ պատարագին զորով տանելը մի քիչ տենց անմարդկային բան կլինի, դրա համար տենց չեն լցնում ավտոբուսները տանում այնտեղ շարում մարդկան, բայց այս տեսանելի է, որ իրան մերժում են։ Մի հատ ուրիշ բան էի ուզում քեզ հարցնել։ Ո՞նց է ստացվում, որ Նիկոլին միանում են ամենավատ որակները կրող մարդիկ։ Մի հատ այս լավ, հաճելի, սուրբ մարդ չմիացավ, հա։ Նույն այդ սրբազանների մեջ ամենավարկապեկված երևի սրբազաններն են հիմա Նիկոլին միացել։ Նախ մի մասը իհարկե վարկաբեկված են, մի մասին ես ընդհանրապես չեմ լսել, օրինակ ես հասկանում եմ դու Նավասարդ Կճոյանի մասին ես ասում։ Դե մենակ այնտեղ չի, այդ չի, Արգիշտիկ Քարամյանի հայրն է այդ ցանկում, Արաքել Քարամյանը։ Այ պարզ է, չէ, Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանց ոնց է բերել համագործակցության դաշտ։ Այդ է ուզում։ Ահա։ Պարզ է։ Հիմի տես 3 մարդու ինքը նստացել է 3 ամենահեղինակավոր սրբազանները եւ ամենաճանաչված, այո,
Մկրտիչն էլ էր, ես քեզ ասեմ Մկրտիչ Սրբազանի մասին էլ ես միշտ լավն եմ լսել, Արագածոտնի թեմի առաջնորդի մասին։ Չէ, բայց մենք հստակ գիտենք, որ Բագրատ ու Միքայել Սրբազանները ոչ միայն կարային կաթողիկոս լինեին, հա, այնքան իրանք բարձր հեղինակություն ունեն, այլ նաև իրենց թեմերի կողմից սիրված են, երկրում ընդունված են։ Այո։ Հիմի դե նայ, իրանց ինչի կալանավորեց իրանց։ Իրանց կալանավորեց, որ ասի տեսեք, դուք ընտրության հնարավորություն ունեք, կամ իմ դեմ պայքարում եք եւ հայտնվում եք բանտում, չէ՞։ ԱԱԾ պատվալում։ ԱԱԾ պատվալում։ Կամ համագործակցում եք։ Լսի, բոլոր ինք Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի հատ այտենց բան չի հորինել, էլի որ ասես, վայ, այդ մարդու, հա, նոր մեթոդ, ուղեղի փայլատակումա ունեցե։ Հա, բոլոր բռնապետերը նույն ձևով են առաջնորդվում։ Դա կոչվում է բան, չէ, դրան անուն ունի։ Չէ, Տրյանիկի եւ բանի, բլիթի եւ մտրակի քաղաքականություն, չէ։ Մի կողմը դնում են պլետը, մտրակը, մի կողմը բլիթը, ասում են ընտրի։ Հիմի ո՞րն ես ուզում։ Բլիթը թե մտրակը։ Հիմի եթե մարդը ազնիվ է, սկզբունքային է եւ այլն, չէ՞։ Այս մարդը ասում է, ես իմ սկզբունքներին չեմ հրաժարվի։ Հիմի դու ասենք օրինակ Նավասարդ Կճոյանի մասին։ Մի մարդու համար, որի համար Բենթլին, մեքենան բարձրագույն արժեք է, նա ոնց կարա։ Մի մարդը, որին Նիկոլ Փաշինյանը անվանել է Բենթլի Կճոյան, էլի։ Բենթլի Սամո։ Բենթլի Սամո, ինքն է դրել այդ։ Հա, այդ անունը։ Հա։ Ասենք լավ։ Է Նիկոլի անունն էլ ես խմբագրությունում որ աշխատում էի, այնց իմ մեջ, իմ մոտիկներին կամ բան, դոլար Նիկոլ էի ասում, որովհետև դոլարի համար մեռնում էր այդ մարդը։ Փողի համար մեռնում էր։ Հա, հիմա ինչ է։ Եվրոին տալիս չէր վերցնում։ Ապա դե ես չգիտեմ, ես այն ժամանակ եվրոն այտենց տարածված չէր, իմ աշխատանքներին եվրոն այտենց տարածված չէր։ Չէ, ուզում եմ ասեմ, հասկանում ես, մի մարդը, որ քեզ այդքան ատելի այդքան տհաճ ա եղել, ինչքան եղել է Կճոյանը Նիկոլ Փաշինյանի համար, որ դու դնես մարդուն Բենթլի Սամո մականունը, այն էլ Սրբազան հորը, հա, դա շատ դաժան մականուն է։ Լսի, այդ մականունը շատ արժանի է, լսի, շատ արժանի է։ Այդ չենք բանանում վիճարկում։ Դու հետո գնաս այդ նույն մարդու ձեռը սխմես, ասես ես բան հպարտանում եմ ձեր սկզբունքային դիրքորոշմամբ, չգիտեմ, ընդունես իրան, գնաս կողքը կանգնես իր արած պատարագին մասնակցես, լավ լուրջ, вообще շատ լուրջ, չկա, իհարկե չկա։ Լսի, հիմա այդ մարդը փնտրում է համագործակցող, չէ, իր հետ համագործակցող է։ Դավաճան։ Հիմի դու ուզում ես Դավաճանը լինի առաքինի, Դավաճանը լինի խիզախ, Դավաճանը լինի հայրենասեր, Դավաճանը լինի սկզբունքային։ Ոնց կարա։ Բայց ոնց է ստացվում։ Դու տեսել ես ազնիվ սկզբունքային Դավաճան։ Չէ, ոնց է ստացվում, որ Նիկոլը ոչ ենթակաները, նախարարներ, փոխնախարարներ, չգիտեմ, մնացած նշանակովի պաշտոններ, ոչ падգամավորները, ոչ քաղաքական ուժի ներկայացուցիչները, ոչ իրան միացած հոգևորականները, ոչ իրան միացած գիտնականները, ոչ իրան միացած, չգիտեմ, մտավորականները, ոչ մեկ լավը չեն։ Օրինակ մի հատ լավ մարդ չի ուզում իրան միանա։ Մի հատ բարի, առաքինի, չգիտեմ, փոխած կլինի խելացի մարդ։ Բայց դու ինքդ քեզ հակասում ես, Զառա, դու ինքդ քեզ հակասում ես։ Ես քեզ ասեմ, դու ասում ես նորմալ մարդը գնա միանա Նիկոլ Փաշինյանին։ Հենց գնա միանա, էլ արդեն նորմալ մարդ չի։ Չէ, բայց գոնե միջև այդ պահը նորմալ մարդը, լավ, որակներով աչքի ընկած մարդ կարա գնա միանա։ Չէ, չի կարա գնա, ոնց կարա գնա։ Ոնց կարա գնա։ Լսի, եթե այդ մարդը սկզբունք ունի, եթե այդ մարդը էլի եմ ասում հայրենասեր է, եթե այդ մարդը ազնիվ է, եթե այդ մարդը անկաշառ է, Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանց հոչի ասում եկեք այստեղ, բան, այսպես, այնպես։ Ես էլ ասում եմ, եկեք ազգը շենացնենք, նոր Հայաստան ստեղծենք, խաղաղություն բերենք, բան, եկեղեցու ազդեցությունը մաքրենք եկեղեցին։ Ոչ, այդ մարդը տենց էկրանի առաջ է ասում, բայց իրականում կանչում ասում է լսի արա, այս քրեական գործերը տենում ես, հա, ընդեղ Բենթլի Սամո ջան, ուզում ես գնաս ընդեղ նստես, այդտեղ է, ու ընդեղ փդելու ես, եղավ, թե ուզում ես էլի քյաբաբ խորովածով, այդ Բենթլիներով, բանով, ձեր համար հավեսով ապրեք, մի քիչ էլ ավելի լավ, կարող է ասենք սրանից հետո մի քիչ ավելի լավ լինի ձեր կյանքը։ Հաջորդ կաթողիկոսը դե կարող է կաթողիկոսը այդտենց խոստում կարող է չտա, բայց ասի հիմի ընտրի, ուզում ես
Էնի մտածում ասում ինչ անեմ ախպեր, արա դժվար վիճակը, ախպեր ասում էս թուղթն է, այս թղթի տակ հենց հիմա ստորագրում ես, չէ դու ես գալի կալանավորվում ես։ Հիմի մարդ կա ասում ախպեր կալանավորի, հենց հիմի կալանավորի։ Եթե պետք է դրա բանը այլ ընտրանքը կալանավորվելն է, կալանավորի։ Արասում է տո չի լավ էսի հել գնաց դուց ասում է։ Կգան քո հետևից։ Կգան քո հետևից, դրա վախն է կգա։ Հա։ Իսկ մարդ կա ասում է լտուր է տեն համը ինչ է գրած այդ թղթի տակ։ Կարդում է տենում է։ Այդ տեքստը Նիկոլ Փաշինյանը խմբագրել է։ Ես քեզ ասեմ։ Ավելին ասեմ, մենք ինֆորմացիա ունենք, որ որ ինքն ա երկրորդ գրել։ տեքստը անգամ չեն տվել սրբազաններին։ Շատ հնարավոր է։ Այսինքն ինքն ա գրել։ առանց հայկական ժամանակ են ուղարկել, որովհետև հենց թղթի վրա ստորագրություններ չկար։ Նախորդը ստորագրած էր ձեռքով։ Այս մեկի վրա ստորագրություն էլ չկար, միանգամից ուղարկել էին ՀԺ։ Միանշանակ համաձայն եմ քո հետ, որ կաթողիկոսներ այդ մարդկանց դերն սրբազան ասել կամ չգիտեմ ինչ ասել արքեպիսկոպոս, եպիսկոպոս ասել նելա նույնիսկ մեղք մարդիկ են էլի հիմի լսի հոգևորականը պետք է ինչ որ հոգևոր բան ունենա մեջը հասկանում ես եթե այդ մարդը նյութականին է նվիրված էլ ինչ հոգևորական լսի հոգևորականի իմաստը չէ Էտա որ այդ մարդու համար հոգևորը որ հաջորդ կյանքը իր հոգու փրկությունը ավելի կարևոր է լինի, քան այս կյանքում իր վայելքներն ու բաները, երջանկությունները։ Բայց քանի որ ինքը ընտրել է այլևս ընտրել է վայելքը, չէ, ասում է Ռուբեն Մելիքյան գրել իր փաստաբան իրավապաշտպան գրել էր չայլափարներ չայլափարներ էլի չարափայլեր ոյ մերել է այդ բանը ամեն ինչ նորմալ է լսի բայց նորմալ է նորմալ է երկիրը վար ենք տալիս 10 արքեպիսկոպոս միացել է դավաճանին ամեն ինչ նորմալ է Զարա ես ասում եմ որ եթե երկրում քաղաքական իշխանությունը չփոխվի այն մնացած քո ասած 53-ն էլ են միանալու Եթե նույնիսկ չմիանան, իրանք եկեղեցուց հեռացվելու են։ Հիմա նայ։ Եկեղեցին գրավվելու է։ Նիկոլ Փաշինյանը գրավելու է եկեղեցին։ Մենք բոլորս գիտենք, որ կարելի է ընտրություն կեղծել, կարելի է ընտրությունը կեղծել ոչ միայն հենց ընտրության օրը, այլ նաև կարելի է դրանի նախորդող օրերին կեղծել, հաջորդող օրերին կեղծել, այսինքն ընտրությունը կարելի է կեղծել, բայց շատ քիչ իշխանություններ կան, որ այդպես մեծ կեղծիքը կարողանում են հետո մարսել, որպես կանոն այդպես երկրի ժողովրդի կամքին չհամապատասխանող ընտրության արդյունքները 1-2 տարի հետո ինչ որ այլ դիմադրության շարժումներով, ինչ որ այլ, չգիտեմ, փողոցային պայքարով իրանց վախճանն են ունենում։ Մենք 17 թվին այդ օրինակը ունեցել ենք անգամ, հա, որ իշխանություն, որին չէին ուզում, որը խոստացել էր, որ չի վերընտրվելու, ընտրվեց, ու հետո 18-ին եղավ այդ իշխանապողություն, հեղափոխություն թելադրած, կարևոր չի, բայց եղավ։ Հիմա մենք ինչ ենք մտածում, որ հունիսի 6-ին, 7-ին, հա, 8-ի առավոտը, եթե սրանք են էլի ընտրվել, то դա վերջն է։ Всё, հա, մենք տենց ենք ապրում։ Ոչ, այդ քո բանը ասած երկու մասից է կազմված։ Նախ շատ մեծ թյուրիմացություն է, որ իբր թե 17 թվի ընտրությունները, քանի որ կեղծվել էին, դրա համար Նիկոլ 96-ին այդ օրինակը քեզ ավելի է դուր գալիս։ Զարա ջան, իշխանություններ են եղել, որ ասենք 40 տարի բռնապետի նման ապրել են ու ոչ մի բան էլ իրանց հետ չի եղել։ Լուրջ ֆինանսական ներդրումներ ոչ մի, այդ շատ կեղծ բան է, որ իբր բռնապետության համար լուրջ ֆինանսական ռեսուրս է պետք, կեսա պետք, կենա պետք, յուրայիններին կերակրելու, բաներին հալածելու, թշնամիներին հալածելու համար։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը միշտ կգտնի փող ուժայիններին կերակրելու համար Եվրոմիության դեսպանը, ամերիկյան դեսպանը, դու տեսնում ես, ամեն անգամ նոր մեքենաներ են տալի, 16 միլիոն դոլար, 20 միլիոն դոլար տեխնիկական աջակցություն են տալի, էս են տալի, վարկ են տալի, գրանտ են տալի, էս են անում, են անում, միշտ իմացի, եթե այդ ռեժիմը ունի արտաքին հովանավոր, այդ արտաքին հովանավորները միշտ այդ 2 կոպեկը, այդ 2 գրոշը կշպրտեն, որ այդ ռեժիմը մնա։ Հիմա ինչ մնում է քո ասածին, որ եթե հունիսի 7-ին, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ անկախ ամեն ինչից, չէ, մենք գիտենք, որ
ասենք 10%-ից, սա բոլորը գիտեն, որ 10%-ից ավելի իշխանություն չունի, բան չունի, հանրային աջակցություն չունի, չէ՞։ Նույնիսկ այդ պետական կառավարման ապարատը իրանից զզվում է, եւ մարդիկ դրա մասին բացահայտ խոսում են։ Բայց տեսականորեն իհարկե հնարավոր է, որ հունիսի 7-ի գիշերը կամ հունիսի 8-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը ելնի ասի ես հաղթել եմ, բանը այդ մենք դրան 98% ինձ են ընտրել։ 98 չէ, 52 կամ 53%, ահա։ Հիմա դու ասում ես դրանից հետո կյանքը ավարտվում է, իհարկե չի ավարտվում։ Ով ասում որ ավարտվում է։ Հիմի որ Պայքարն է ավարտվում։ Ոչ էլ պայքարն է ավարտվում։ Ոչ էլ պայքարն է։ Լսի մարդը քանի կենթանի է, քանի ինքը կա, չէ ինքը պայքարում է։ Լսի, այդ կապ չունի, որ ինքը այսօր արդյունքի է հասնում կամ բանը արդյունքի չի հասնում, ասի դե լավ է, ոչ եմ, եթե չեմ հաղթում, ուրեմն հրաժարվեմ պայքարելուց։ Այդպես բան չկա։ Զարա հայ ժողովուրդը 600 տարի պետականություն չի ունեցել։ Եղել է օտարի լծի տակ, ինչը չի պայքարե։ Տարբեր մեթոդներով պայքար։ Կարողացել է եկեղեցին պահի, լեզուն պահի, գիրեգրականությունը պահի, Մեսրոպ Մաշտոցը չի վերածվել QR-ի։ Ավելի բան է եղել պայքարը։ Եղել են այդ 600 տարիների ընթացքում եղել են եւ մեղմ բռնապետության տարիներ, եղել են եւ կոշտ բռնապետության տարիներ, բայց հասարակության մեջ պայքարող մարդիկ էլի պայքարել են, համագործակցող մարդիկ էլի համագործակցել են։ Այսինքն նես չի որ ասենք թե չէ դե այս թուրքական ռեժիմը եթե մնաց իշխանության, վсё մենք համաձայնվում ենք որ Հայաստանը տալիս ենք թուրքերին ու դադարեցնում ենք պայքարը, մենք էլ ենք դադարեցնել պայքարը, նշանակում է միանալ համագործակցողներին։ Ընդամենը համաձայն ես։ Այո։ Որովհետև դու քո լռությամբ, քո չխոսելով։ Հիմա մեր այս հաղորդման իմաստը ի՞նչ է։ Մեր այս հաղորդման իմաստը ըստ էության պայքարա ռեժիմի դեմ, չէ՞։ Որ մեզ նայող մարդիկ կարողանան հասկանալ, որ իրանք մենակ չեն, որ իրանք մասին, իրանք պես մտածող մարդիկ ոչ նյութական շահագրգռվածություն ունենք, ոչ էլ որևէ ինչ Patreon ունենք, ոչ փող ենք հավաքում։ Հա, ոչ էլ աշխատավարձ։ Մենք լայք ենք ուզում, բայց դրանից փող ոչ էլ աշխատավարձ ենք ստանում։ Հա, բայց մեր ու գիտես ինչ կա, ես մի ժամանակ մտածում էի, որ գուցե անիմաստ է։ Գիտես, այս մեր հաղորդումը ես որ մարդիկ գալիս էին մեզ ինձ դիտողներ, ճանաչողներ եւ այլը, սկսում էին խոսել։ Ես ասում էի, իսկ ինչ եք մտածում։ Ասում են, մենք չենք կարող արտահայտվենք։ Բայց երբ որ տեսնում ենք, որ դուք խոսում եք, մենք դրանից լավ ենք զգում, մտածում ենք, որ մենք մենակ չենք։ Որ կան մարդիկ, որոնք մեր նման են մտածում, կամ կարող է մեզնից մի քիչ ուրիշ ձև են մտածում, չէ՞։ Նենց չի որ ես կամ դու դժգոհ են։ Այո, մեր նման դժգոհ են եւ արտահայտում են։ Մեկը պետական կառավարման մարմնում է աշխատում, մեկը ինչ որ բիզնեսի մեջ է, մեկը ինչ որ պաշտոնյա է, բայց թեկուզ ոչ պետական հաստատություն, բայց ինչ որտեղ պաշտոնյա վախենում է իր բանից, աթոռից։ Բայց այդ մարդկանց համար բանա հաճելի է կամ օգտակար է, որ լսեն այլ կարծիք, այսինքն չլինի մենակ հայկական ժամանակը, Civic AM-ը կամ չգիտեմ էլի այն մյուս իրանց H1-ը, Free News-ը H1-ը, հա, այսինքն մեր բանի իմաստը եւ բոլոր այն մարդկանց, ասենք Նարեկն ու բանը Վազգենը, ինչի համար են նստած այսօր։ Իմնեմնի ոդքասթի տղաներն, հաղորդավարներ, որոնք ձերբակալվել են, արդեն ինչքան մի ամսից ավել են նստած։ Նրանց այդ մարդիկ խիզախություն ունեին ասելու այն, ինչ որ մտածում էին։ Ու հսկայական լսարան ունեին։ Իհարկե։ Մենակ խիզախությունը չի, ես քեզ ասեմ, նաև լսարանի գործոնով է պայմանավորված։ Հիմա այն որ ասում է, ուզում ենք իհարկե շատ մեծ լսարան ունենանք թու, բայց մյուս կողմից էլ դա վախենալու մեր բանի ռիսկի ֆակտորը ավելացնող կբանա, էլի հանգամանքը։ Հա, այդ մարդիկ դատապարտված են իրենց խիզախության ու ռեժիմի հետ չհամագործակցելու համար։ Կարա ինչ է, իրանք էլ հերը այդ տղերքից բան չանեն, դառնային Արթուր Հովանիսյան ենթադրենք, կամ ասենք Վահագն Ալեքսանյան։ Դա պետք է ծնված լինես, դա չդառնովիչի։ Այդ գեյ պես բան է, կամ ծնվում ես գեյ, կամ չէ, չես դառնում։ Դե ուզում եմ ասեմ, որ հասարակությունը միշտ պայքարում է, այսինքն դադարել պայքարել նշանակում է ուղղակի դառնալ այդ ռեժիմի զոհը։
թույլ տալ, որ այդ ռեժիմը քեզ ուտի։ Չէ, ուզում եմ ասեմ, որ ոչ միայն այդ տենց աննպատակ պայքարի մասն է խոսք գնում, հա, որ դու տենց հույս ունենաս, որ չէ, դե ոնց ես համակերպվեմ, ապրեմ սրանց հետ, այդ ֆորմատի մեջ չէ, էլի, այլ ես մտածում եմ, որ ակումուլյատիվ էֆեկտ է լինելու, հա, որ ընտրությունները կեղծելը, այս ճնշումները, քաղաքական այս վիճակը, հետո ասենք կարող է միանգամից չէ, բայց նաև հետո է Իհարկե, Զարա, հիմա ասենք, տես, եղել է հայկական որ շատ հեռու չգնանք, եղել է հայկական հայդուկային շարժում, չէ, թուրքական կայսրության դեմ։ Չգիտեմ, ասենք Գևորգ Չաուշն ա եղել, Անդրան, լսի, իրանցից մի մասը Հայաստանի Հանրապետությունը չի էլ տեսել, բայց այդ մարդիկ ընտրություն են արել։ Իրանք իրանց մեջ ընտրություն են արել։ Գնանք դառնանք թուրքերի հետ համագործակցող, չէ։ Ի վերջո հայերի մեջ լիքը մարդիկ եղել են, որ համագործակցել են թուրքական իշխանությունների հետ։ Նույնիսկ դատապարտել են այդ հայդուկներին, այդ կռվողներին, ախպեր ասել են ձեր պատճառով թուրքերը գալիս են, մեզ են նեղացնում, մեզ են գնացել են որպես համշենահայերը։ Լսի, այսպես կոչված համշենահայերը, որոնք չգիտեն, որ իրանք հայ են, կամ գիտեն, որ մի ժամանակ հայ են եղել, մի ժամանակ։ Թե ինչով են, հիմա ինչով են հայ չգիտես, էլի, բայց մենք իրանց ասում ենք համշենահայ, իրանք իրանց ասում են համշեն, գիտես, առանց հայի, այդ մենք ենք այդ հայ բառը վերջում կպցնում։ Հա, ուզում եմ ասեմ, այդ մարդիկ, այդ մեր ազգային հերոսները, բաները, հայդուկները, իրանք նենց չի է, որ ասես իրանք աննպատակ կռվել են, որովհետև իրանք Հայաստանի Հանրապետությունը չեն տեսել։ Հա, չեն տեսել, բայց իրանց պայքարի, իրանց ինքնազոհության արդյունքում է հաղթանակը եղել։ Չէ, լեն մի սկսի, ես վստահ եմ, որ ես Հայաստանի Հանրապետությունը ազատագրված տեսնելու եմ։ Ես էլ եմ վստահ, ես էլ եմ պատրաստ չեմ ծերունդների համար այդ գործը անեմ, ես ուզում եմ իմ համար լինի, հենց իմ կյանքի օրոք, ինչքան հնարավոր է շուտ։ Զարա ջան, դրա մասին չի խոսքը։ Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժա կամ մենք չենք տեսնելու այս ռեժիմի տապալումը ու Հայաստանի ազատագրությունը։ Չէ, ես էլ եմ իհարկե վստահ եմ, որ մենք տեսնելու ենք, բայց նույնիսկ եթե տենց չլներ, մեկը դա արժեքների ընտրությունն է։ Այսինքն դու ընտրում ես պայքարը, թե համագործակցությունը։ Հիմի ամենայն հայոց կաթողիկոսը կարար չի գնար Նիկոլի հետ բանի, հաշտության։ Ասել թե ինչա քո ուզածը, որ ինձ հանգիստ թողնես, ես հրաժարական տամ իմ տեղը ուրիշ մարդ նշանակես։ Չէ, կամ էլ որ եկեղեցին, չգիտեմ, ասպատակվի, էլի, այդ ենթարկվի իշխանությանը։ Կամ ինչ ես ուզում, ասենք հիմի Նիկոլ Փաշինյանը արգելում է, չէ, ամենայն հայոց կաթողիկոսի անունը տալ եկեղեցին։ Այո, պատարակի ժամանակ։ Պատարակների ժամանակ։ Գնար ասեր Նիկոլ ջան, ես համաձայն եմ, որ գիտեմ քո համար շատ դժվար է, որ պատարակների ժամանակ իմ անունն են տալի։ Սրանից հետո էլ բան չեն անի, իմ անունը չեն տա։ Չէ, իմ անունը չեն տա, քո անունը կտան։ Չէ, լուրջ եմ ասում։ Լսի, հիմի պատկերացնես, ասենք կաթողիկոսը գնար, ասեր ես սրբազաններին կկանչեմ, կասեմ ախպեր, կարգը փոխում ենք պատարակի Նիկոլ Փաշինյանի անունն ենք տալի։ Հա, իմ անունը պետք չի էլի, որովհետև իմ անունը մի քիչ բան է, ասենց Համել ես երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը։ Նա ժողովրդավարական ընտրությունների միջոցով եկել է։ Լեգիտիմ եւ լեգալ իշխանություն։ Իշխանությունն է, բերեք նաեւ նրա անունը տան։ Նաեւ չէ, միայն։ Միայն, այո։ Նաեւ սխալ։ Հա, ասենք որ մենք Աստծուն խնդրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի։ Ոնց որ առաջ բանի ցարի համար են աղոթել, տենց հիմա Նիկոլի համար աղոթեն։ Ինչ վատ կլինի որ։ Ինչ կլինի, հա։ Ես համաձայն եմ։ Ես համաձայն չեմ, որ Նիկոլի համար աղոթել։ Ես համաձայն եմ ուրիշ բանի մեջ։ Ես ասում եմ, որ կաթողիկոսը գնար, սենց նստեր մոտը ասեր Նիկոլ ջան, սենց պատրաստ եմ, սենց համագործակցության քո հետ։ Չէ, սենց ինչ է։ Նիկոլը շատ շոյված կներ։ Դու կասեր ախպեր ջան, բայց մենակ սկզբից աղոթքի սկզբում մի քիչ քիչ է։ Կլինի մի հատ էլ մեջտեղում ու վերջում լինի։ Հիմա ինձ թվում է նավասար ծրպազանը այդ առաջարկով հանդես եկել ասա։ Ես ինչ բան ենք անում էլի, սրբապղծությամբ ենք զբաղված։ Այս սրբապղծությունը Նիկոլի արածն է, որ ասում է եկեղեցիական կարգը խախտեք ու այդ բաները մի արեք։ Ավելին արեք։ ասեմ, ես վերջին պատարակի ժամանակ վերցրել է այդ պատարակի տեքստը, տպած ուշով հետևում է, ակնոցը դրել է, ասենց այն տող երևում է, որ կարդում է, իջնում է, այնտեղ այդ հատվածը բաց են թողնում, էլի ոնց որ զեղչում են այդ բանը, այդ ուշով հետևում է, որ հանկարծ չսխալվեն ասեն, կամ ինքը հասկանա, որ պահին բաց պետք է թողնեին, այդ պահին բաց թողեն։ Դե հա այդ մարդը էգոիստ ինքնասիրահարված մարդ է, մի մարդ, որը իր Մա խփնվել է արդեն։
Անկեղծ Լսի, լինենք, էլի, դա նորմալ մարդու խփնվել է արդեն, այդ նշանակումը մի ժամանակ բան adekvat էր, նոր խփնվել։ Լսի, մի հատ պատմություն պատմեմ, դե միջև իր ընտրվելը դու էլ ես իր հետ աշխատել, ես էլ շփվել ես։ շփվել եմ, հա, ճիշտ բառը այդ էր երևի թե։ Գիտես ինձ ինչը զարմացրեց, որ վարչապետ նշանակվեց առաջին անգամ այդ ընտրությունից հետո, ինչ որ մարդկանց ներկայությամբ իր հին ընկերներից մեկը իրան դույով դիմեց, նկատողություն արեց, ասեց Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ ես խոսում։ Իր 100 տարվա ընկեր է։ Դու Զարա ջան, փող դիմի։ Զարա ջան, այդ ինչա, այդ ցավը տանը։ Ասես այդպես վարկենական բան դառնալ էլի, այդ կայսրական այդ Լսի, մի մարդ, որ ինքը իր արձանը, իր կենթանության օրոք կանգնացնի, էդի նորմալ արձանը որ ասենք շապատանյական մարդ- ջարդում են։ Հա, ջարդում էր ինքն էլ պահակ էր նշանակում։ Վերջում տարավ դրեց Իջևանում, իբր թե Իջևանցիք պետք է պաշտպանեն։ Ես չգիտեմ էլ հիմա այդ արձանի ճակատագիրը կարող է օրը 4-ը բանով հերթափոխով ասենք 8 բանը Ոստիկանները 6 հսկում են, հա, որ 6 ժամով, չջարդվի։ հա, հսկում են, ես չգիտեմ, բայց մի մարդ, ասենք գիտես ինչ կա, պետք է ասել արա, լավ, արձանը կանգնեցնելը ո՞րն է։ Իմ արձանը քայլող Նիկոլը։ Լսի, մարդը պետք է, ասենք, մի քիչ համեստ լինի, չէ, ասենք առնվազն մի քիչ, գոնե մի քիչ համեստ։ Այդ հոտանեմ 500 քանի հազար դոլար փող ա տվել այդ իր արած իշխանապողության հեղափոխության բանի մասին գիրք գրելու համար, հա, ինչ որ ՀԿ-ի, причем գախնի բանով ա տվել այդ ծախսը, ասենք 500,000 տաս քո մասին գիրք գրել ու գախնի։ Դե հա, բայց Հա։ իհարկե, հա, դե ու դու դրանից հետո ասում ես խփնվել է։ Ես, լսի, ԽՊ է եղել։ լսի, այդ միմ էլի եմ ասում 18 թվին է այդ արձանը սարքվել։ Լսի, նորմալ մարդը ինքը կասեր, արա վերացրեք այդ հիմարությունը։ Ու ես մյուս անգամ չիմանամ այտենց գժություններով զբաղվել։ Ով որ անի, իմ անձնական թշնամին կլինի։ Հո ես ու պաշտամունք Հա, չեմ, որ ես ինձ արցան դնեք։ բայց այդ մարդը պատկերացնում ես, արա ասել է արձանը սարքեք ու արձանս պաշտպանեք։ Դուք ով հետս խոսացեք, իմ ներկայությամբ մի նստեք կանգնած եղեք։ Իր 100 տարվա թիվակիցներին է, իր անգերներին, որոնց ասենք, չգիտեմ, իրան հաց են կերակրել, տաներում ընդունել են եւ այլն այդ մարդկանց։ Էսա որակը։ Էսա որակը եւ դրա համար էլ ունենք այն Կայսր չեն դառնում, էլի, կայսր ծնվում են։ ախպեր ինչ Դարածների վրա չի գալիս։ Համեմատությունը այդ մարդը պետության ղեկավար չի, կայսրը հələ մի կողմ դնենք, ինքը պետության ղեկավար չի ու իր շրջապատն էլ գիտի, որ ինքը պետության ղեկավար չի։ Սերժ Սարգսյանը մի հատ լավ բառ ունի, կառավարիչ։ Ասում է Հայաստանի Հանրապետության կառավարիչը։ Այսինքն իսկ ով է կառավարիչը։ Կառավարիչը նա է, ով որ սեփականատիրոջ կողմից նշանակվել է տվյալ հիմնարկը ղեկավարելու համար։ Նիկոլ Փաշինյանը ինքն է գիտի, որ ինքը Հայաստանի Հանրապետության ղեկավարը չի։ Ինքը գիտի, որ ինքը նշանակովի մարդ է, ով նշանակել է մի օր գալու է ու նույն ձևով ազատելու է։ Դրա համար այդ մարդը խելոք ծառայում է, որ այդ հանկարծ այդ իր ազատման SMS-ը չստանա WhatsApp-ով։ Մի խոսքով այս երկրում բոլորը SMS-ներ են ստանում, անգամ երկրի կառավարիչ ղեկավարը։ Իսկ մենք այսօր երևի ավարտենք, շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, պիտի նորից խնդրեմ մեկնաբանություններ գրեք, կարող եք լավ բաներ գրել, կարող եք վատ բաներ գրել, կարող եք մեզ կոմպլիմենտներ գրեք, անցյալ անգամ շատ էիք գրել, ինձ հաճելի էր, կարող եք բաժանորդագրվել ներքևի հատվածում, եթե դեռ չեք արել ինչ-որ պատճառներով, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի, շնորհակալ եմ։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ մի թիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։